Միլենայից տեղյակ եք երեխեք։ Մի հատ կապնվեք էլի հասկանանք։ Ինչ կա տնայիններից նորմալ է սա։ Հասկացել եք, չէ՞ թեման։ Որ մասը մանեն ջան, կասես, այլ ինչ է աշխատում։ Set time out-ը մի անգամ է աշխատում, չէ՞։ Set time out-ը պարզ է։ Հիմա set ինտերվալի մասով։ Ինչ է լինում, set ինտերվալը անընդհատ ցիկլիկ գործողություն է, որը կատարվում է, չէ՞։ Եթե մենք ուզում ենք ինչ-որ պայմանից կախված կամ ինչ-որ ձև իրան կանգնացնենք, պայմանից չկախված, երբ տանք, ինչ-որ չգիտեմ, ժամանակահատված set time out-ի միջոցով կարանք clear interval մեթոդն ենք կանչում ու մինչև այդ set ինտերվալին վերագրում ենք մի հատ փոփոխական, չէ՞։ Երբ որ այդ փոփոխականը վերագրել ենք ու ինչ-որ պայմանից կախված, այսինքն պայմանի մեջ կամ այդ պայմանից դուրս, ինչ-որ set time out-ի մեջ, մենք կանչում ենք clear interval ու այդքան վայրկյան հետո կամ այդ պայմանից կախված, ինքը արդեն դադարեցնում է աշխատանքը։ Հիմա ինչ-որ օրինակ անենք։ Ֆունկցիայից դուրս ոնց կարանք իրան կանչենք։ Հա, այն օրինակը, որ քո մոտ եղել էր, դա։ Հիմա set ինտերվալով եկեք մի հատ բան գրենք արագ, հա։ Ասենք, չգիտեմ, function countdown, ասենք 10-ից մինչև չգիտեմ 0-ն պետք է տպի կամ 1, այդ ընթացքում արդեն կորոշենք։ Countdown ֆունկցիան ենք գրում, ստեղ ինքը սպասում է ինչ-որ start, հա, թիվ, որ այդ թվից սկսած արդեն մինչև ներքև, function չէ, function։ Հիմա տալիս ենք let ինչ-որ num, որը որ հավասար է այս մեր start-ին, որին որ սպասում է, չէ՞։ Հիմա գնում ենք, մի հատ փոփոխական ենք հայտարարում let id, որը որ հավասար է set ինտերվալին, set ինտերվալ։ Այս բանով կգրենք, հա, arrow function-ով։ Set։ Ուրեմն գծիկը սելաքը դրեցինք, ձևավոր փակագծերը բացվեց։ Հիմա սրա մեջ console log կանենք մեր num-ը, որը որ start-ին ենք հավասարեցրել, ու սրա տակը արդեն կանենք num minus minus։ Num minus minus։ Հիմա գալիս ենք ու հենց իրա մեջ պայման ենք դնում, ասում ենք եթե քո num-ը հավասար է 0, ուրեմն կանչում ենք clear ինտերվալը, տալիս ենք մեր հայտարարված փոփոխականը, չէ՞, ու տալիս ենք ստեղ id։ Սա պայմանից կախվածն է լինում, էլի։
Հիմա ստեղ էլ գալիս ենք, էսի clear interval-ինն է ու տալիս ենք, որ ամեն 1 վայրկյանը 1 տպի։ Դրսում արդեն գալիս ենք, կանչում ենք մեր countdown-ը ու իրան ինչ թիվ, որ ուզում ենք փոխանցենք, օրինակ 10։ Տաս, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, всё։ 10-ից մինչև 1 թվերը ոնց է տպում ինքը։ Ստեղ, երբ որ մենք կանչում ենք set interval-ը, իրան տալիս ենք, պարտադիր վերագրում ենք մի հատ փոփոխականի։ Եթե, այսինքն, մեր set interval-ը չտանք, արդեն մինուսավոր թվերին կգնա կհասնի։ Այսինքն, մեր set interval-ը կանգնեցնելու համար մեզ պետք է clear interval։ Դա կլինի ինչ-որ պայմանից կախված, կամ չգիտեմ, իրան կարանք դնենք ուղղակի set timeout-ի մեջ, ու այդ set timeout-ի ժամանակ իրան կանգնացնենք։ Այն ժամանակ ուղղակի ժամանակային ինչ-որ բաներով կամ այդ մեր դրած set timeout-ը հաշվի չէր առնում այնքան ժամանակ, մինչև իր աշխատանքը չվերջացներ, դա ուղղակի կոդի սինտաքսի խնդիր էր, թե չէ ինքը ուղղակի բառից բուն իմաստով չի կարա չաշխատի։ Եթե ինքը set timeout-ի մեջ է կանչված, clear interval-ը, set timeout-ի ժամանակը վերջացավ, կոպիտ ասած մի 2 վայրկյան տատանումով ինքը պարտավոր է clear interval-ի գործառույթը կատարի, էլի իրավունք չունի ուղղակի չկատարի, այդ եթե չի կատարում, ուրեմն արդեն լրիվ տակից ուրիշ բան է աշխատում, մի հատ խանգարող հանգամանք կա, թե չէ որպես այդպես գաղափարապես իրանք անհնար է, էլի որ ճիշտ չաշխատեն։ Այսինքն set interval-ին վերագրում ենք մի հատ փոփոխական, պայմանից կախված կամ set timeout-ի մեջ ենք դնում ու clear interval-ն ենք կանչում, որը որ արդեն մեր set interval-ի ցիկլը կանգնացնում է։ Հա, մանե ջան, հաստատ, եթե ինչ-որ բացեր կա, ուրիշ խնդիրներ լուծենք, ուրիշ ավելի հասկանալի, չգիտեմ, ինչ անենք, որ ավելի լավ տպավորենք։ Հա, շատ լավ, տնային առաջադրանքները եղել է, դասը հասկանալի է։ Այսօր երեխեք ջան, ռեկուրսիան ենք անցնելու ու բանի, array մեթոդներից map-ը, filter-ը, for-each-ը դե արդեն իր համար for-ը, ինքը արդեն խոսում է դրա մասին, every sum-ը ու Ocean radius-ը, այդ ամեն ինչի մասին ենք խոսալու։ Միլենայի հետ կապ հաստատեցիք։ Ուրա, չկա, չգիտեմ։ Հա, վրեժ ջան, զանգի ասա, դասը սկսվել է, կարող է մոռացել է, որ այսօր դասի է։ Եթե չի միանալու, չի զգուշացրել, հասկանալ է։ Շատ։ Զենքեր եմ։ Երեխեք, մարդ կա, որ ռեկուրսիայի հետ ինչ-որ շփում է ունեցել, չգիտեմ, գաղափարապես կամ բան, գիտի, ռեկուրսիան ընդհանրապես իրանից ինչ է ներկայացնում։ Ճիշտ է։ Իսկ դա երբ է տեղի ունենում, Մանե ջան, կարաս ասես։ Ոնց ենք անում, որ անընդհատ ցիկլի մեջ ենք ընկնում ու
ինքը կարա ընդհուպ տանի մինչև համակարգիչը, ասենք, իսկ ֆունկցիայի դեպքում դա ոնց է մոտավոր, թե պատկերացնում ես, չէ, այսօր անցնելու ենք վարիաբլի։ Եթե ֆունկցիայի անընդհատ կանչ կա ու այդ կանչը խանգարող ոչ մի բան չկա, այսինքն ֆունկցիան անընդհատ ինքնականչվում է, չէ՞։ Ռեկուրսիան հենց դա է իրանից ներկայացնում։ Ռեկուրսիա, երբ որ ինքը ֆունկցիան հենց իրանա կանչում ու իրա վրա ինչ որ պայման բան չկա, էլի դրած, եթե պայման չկա, ֆունկցիան անընդհատ իրան կանչում է, դա ընկնում է ռեկուրսիվ ցիկլի մեջ։ Հա, վրեժ ջան, ասա։ Լավ, ուրեմն շարունակում ենք։ Երեխեք ջան, մենք ուրեմն կանենք, թող վիդեո դասը նայի, եթե կհասցնի, եթե չէ, ուրեմն թող հասցնի։ Վերջ, այսօր ժողովուրդ ջան, անցնելու ենք ռեկուրսիվ ֆունկցիաները։ Ինչ է իրանից ռեկուրսիան, իրանից ինչ է ներկայացնում։ Ֆունկցիա, որը կանչում է ինքը իրեն։ Այսինքն այդ ֆունկցիայի ներսում կա նույն ֆունկցիայի կանչ։ Եթե գրել ենք մի հատ ֆունկցիա, մենք այդ ֆունկցիայի կանչը իր ներսում գրում ենք։ Ուրեմն, յուրաքանչյուր ռեկուրսիվ ֆունկցիա պարտադիր ունենալու է base case, այսինքն նշանակում է դադարեցման պայման է ինքը ունենալու։ Stop condition, այսինքն եթե այդ ֆունկցիան չունի այդ պայմանը, այսինքն ինքը չունի այդ դադարեցման պայմանը, հա, stop condition-ը, ուրեմն ինքը անընդհատ ընկնելու է ռեկուրսիվ ֆունկցիայի մեջ ու անընդհատ այդ ցիկլով անվերջ խնդիր է տալու, անընդհատ աշխատելու է, որը բերում է ընդհուպ մինչև համակարգիչի կախելուն, մինչև կոդիդ վերջնական տրաքելուն, եթե դու ինչ-որ ձև դա չես կասեցնում։ Ուրեմն ինքնակոչ կանչ ունի ինքը, ռեկուրսիվ step ունի, իսկ եթե այդ stop condition-ը չի լինում, այսինքն այդ բանը դադարեցման պայմանը եթե չեղավ, այնտեղ բերում է stack-ի գերբեռնվածություն ու դա առաջացնում է այդ ռեկուրսիայի անընդհատ աշխատանքին ու խնդիրներին իրանից արդեն բխող։ Ամենապարզ օրինակներից մեկը, բայց մենք այնպես չենք անի, հա, որ ինքը խոսքի բանը լինի, ռեկուրսիա անի, որտեղ դա անիմաստ է, էլի անընդհատ, հետո պետք է մտնենք, արագ ջնջենք, որպեսզի դուրս գանք դրա մեջից։ Ռեկուրսիայի ամենապարզ օրինակներից մեկը հետևյալն է, հայտարարում ենք մի հատ փոփոխական, ասենք, հա, մի հատ let i ունենք, որը որ հավասար է 1-ի։ Հիմա ունեմ մի հատ function func, այսին ֆունկցիան է, ուրեմն ինքը console log է անում in ու ներքևում ես տալիս եմ, որ i++, ամեն անգամ ինքը ավելացնում է։ Հետո ներքևում գալիս եմ, ասում եմ, եթե արդեն պայմանն եմ գրում ներքևում, ասում եմ, եթե in փոքր է կամ հավասար է 10-ից, մինչև 10 եմ ուզում տպի։ Ուրեմն ասում եմ, այս ֆունկցիան մի անգամ էլ կանչի։ Ֆունկցիայի կանչ եմ դնում ֆունկցիայի մեջ։ Այս է ռեկուրսիան։ Բայց անվերջ ռեկուրսիվ ֆունկցիայի մեջ ինքը ցիկլի մեջ չի ընկնելու, քանի որ ես դա կազմակերպել եմ պայմանով։ Իսկ այս պայմանը, այս մեր պարագայում stop condition-ն է, դադարեցման պայմանն է։ Այս սրանով ենք մենք կազմակերպում մեր դադարեցումը։ Իսկ եթե չկան, այս պայմանից դուրս դնենք ուղղակի այս բանը, ֆունկցիայի կանչը, երեխեք, ինքը ընկնելու է ռեկուրսիվ անվերջ ցիկլի մեջ։ Հիմա եկեք ֆունկցիայի կանչը կազմակերպենք։ Այս ռեկուրսիվ ֆունկցիան, որ ինքը իրան կանչում է, սա նախատեսվել է, ստեղծվել է նրա համար, իրականում ինքը այդ իր բարդույթների շնորհիվ շատ է դուրս եկել բանից,
Եթե դու իրան չկարողանաս ճիշտ օգտագործել, անիմաստ է իրան օգտագործել, իսկ եթե դու շատ ճիշտ ու դիպուկ օգտագործում ես իրան, ինքը կարճ կոդի հստակ գրվածք է ու շատ լավ լուծում է, հա, կարճ երկու տողով գրում ես, դու ֆունկցիան քո նորից ինքնականչում ես ու իդեալական է։ Հիմա գնանք հասկանանք ոնց է ինքը աշխատում։ Տեսեք մի անգամից է տպում, set ինտերվալին փոխարինելու է եկել, որ այստեղ մի անգամից արդեն 1-ից 10 թվերը անում է, բայց պայմանից կախված արդեն ֆունկցիայի կանչը դադարեցվում է ու կանգնում է, արդեն անվերջ ռեկուրսիայի մեջ չի գնում։ Իսկ եթե ես գրեմ սենց մի հատ տարբերակ, function, ոնց կարամ ես ինքս ինձ գցեմ ռեկուրսիայի մեջ, հա, ֆունկցիան եմ գրում, func ունեմ, func 1 եկեք գրենք, հա, ստեղել է, որ error չտվեց, բայց ոչինչ։ Ուրեմն, func-ն ունեմ, func 1-ը, ստեղ ինքը իրա մեջ կանչում եմ, func 1 ու անընդհատ կանչում եմ։ Ու ներքևում էլ func 1-ն եմ կանչում։ Երբեք չի կանգնի այս ֆունկցիան երեխեք։ Մտնում է կանչում է իրան, մտնում է կանչում է, մտնում է կանչում է, հա։ Maximum call text size 15-րդ տողում։ Կանչերի չափը անցանք, էլի, գրում է, որ թույլ չի տալի, ուղղակի բրաուզերը։ Սա ֆունկցիայի, ռեկուրսիվ ֆունկցիայի ամենապարզ օրինակներից մեկն է, թե դու ոնց կարաս անվերջ ռեկուրսիայի մեջ ընկնես։ Ուրեմն call stack-ը ինչ է իրանից ներկայացնում։ Դա կանչերի stack-ն է, հա? Stack-ը դե այտենց չի թարգմանվում, մենք հիշողության հետ տիրույթներից գիտենք, որ հիշողության կառուցվածք է, որտեղ պահվում են function-ի call-երը, այսինքն կանչերն են պահվում, ֆունկցիայի կանչերը պահվում են այդտեղ։ Ամեն ֆունկցիայի կանչ դրվում է stack-ում։ Յուրաքանչյուր իսկ ֆունկցիա սպասում է իր ներսի կանչերի ավարտին, այսինքն այս ֆունկցիան դրվում է stack-ում, այս ֆունկցիան դրվում է stack-ում, ու ինքը սպասում է իր ներսի ֆունկցիայի կանչերի ավարտին։ Երբ որ այս կանչերի ավարտը անվերջ է լինում, այս պարագայում արդեն այս երկրորդի դեպքում, այս ֆունկցիան դրվեց stack-ում, այս ֆունկցիան սպասում է մինչև իր ներսի ֆունկցիաների կանչը ավարտվի, որ վերջնական արդյունք ցույց տա։ Բայց երբ որ այս կանչերը անվերջ են, այսինքն այս func 1-ը անվերջ մտնում է ֆունկցիայի մեջ, կանչա, նորից կանչում է, նորից կանչում է, ինքն իրան անընդհատ կանչում է։ Այսինքն անվերջ է ինքը։ Այդ դեպքում stack-ը լցվում է ու բերում է հետևյալ error-ը կամ անվերջ սենց աշխատելով իջնում է ներքև։ Maximum call text size extended։ Այսինքն կանչերի քանակը մենք գերազանցել ենք։ Եկեք մի հատ էլ բան անենք, հա, ռեկուրսիա զանգվածով անենք, որտեղ բանը shift ստրատեգիա անենք, հա, shift-ը ինչ էր անում, զանգվածների հետ կապված shift-ը ինչ էր անում, հա, ով կասի։ Երբ որ ունենք զանգված, հեռացնում էր ինչը։ Չէ, էդի փոփն էր։ Առաջի էլեմենտի հեռացումն էր զանգվածի սկզբից, ճիշտ է։ Այո։ Հիմա այդ shift ստրատեգիան եկեք օգտագործենք զանգվածների հետ կապված ու զանգվածի համար բան անենք, հա, ռեկուրսիա զանգվածի միջոցով գրենք։ Երբ որ ասում ենք ռեկուրսիա, մենք միանգամից բոլորս պատկերացնում ենք, որ ռեկուրսիան շատ վատ բան է միանգամից։ Ասում ենք, «Всё, ընկավ ռեկուրսիայի մեջ», եթե մի բան սխալ ենք գրում, չէ՞, այս ոլորտում սաղս մտածում ենք, որ ռեկուրսիան շատ վատ բան է, բայց ռեկուրսիան իրականում եթե շատ ճիշտ օգտագործես, ինքը հոյակապ գրվածք է, ու իրանով հաստատ կարելի ավելի կարճ, ավելի դիպ կոդը գրել ու վերջացնել։ Հիմա մեր զանգվածը եկեք ռեկուրսիայի միջոցով լուծենք, ռեկուրսիվ ֆունկցիայի, այսինքն ինքնականչման միջոցով առաջի էլեմենտի հեռացումը կազմակերպենք։ Օրինակ ունենք function foo
ու իրան փոխանցում ենք մի հատ զանգված, array։ Հիմա մենք ասում ենք, որ արի console log արա, rrn get shift արած, rr get shift, չէ, ու ստորակետ, մի հատ է թող տպի ամեն անգամ մեր rr-ը։ Մի հատ shift անի առաջի էլեմենտը հեռացնի, հետո մեր իսկական rr-ը տպի, ինչը որ փոխանցվել է։ Մի հատ shift արած, մի հատ սովորական։ Հետո գալիս ենք, որպեսզի ուզում ենք, որ դա կազմակերպենք ռեկուրսիայի միջոցով, պետք է պայման դնենք ու պայմանի մեջ արդեն մեր ֆունկցիան նորից կանչենք։ Ասում ենք, եթե մեր զանգվածի երկարությունը, ինքը length-ը հավասար չէ 0-ի, ուրեմն ինչ արա, ուրեմն նորից կանչի մեր ֆունկցիան, կանչում ենք fun ու նորից փոխանցում ենք իրան rr-ը։ Դրսում գալիս ենք, կանչում ենք մեր ֆունկցիան, իրան փոխանցում ենք զանգված։ Այս զանգվածը կգրենք հետևյալ ձևով 1, 2, 3։ Ու հիմա այս խնդիրը ռեկուրսիայի միջոցով կկազմակերպենք։ Գալիս է այստեղ 2, 3, այսինքն մեկը արդեն ջնջեց։ Երկրորդ կանչի ժամանակ երկուսն է ջնջում, երրորդ կանչի ժամանակ զանգվածը լրիվությամբ դատարկվում է։ Ու քանի որ իր length-ը դառնում է 0, ինքը արդեն պայմանի length-ը երբ որ հավասար չէր 0-ի, նոր այդ մեր ֆունկցիայի կանչը կազմակերպվում էր։ Երբ հավասարվում է 0-ի, ուղղակի էլ չի կանչում ու ֆունկցիայից դուրս է գալիս։ Պարզ է երեխեք զանգվածների հետ կապված ռեկուրսիան ոնց էր աշխատում։ Երեխեք։ Որ մի գրվածք, որ տողի վրա է error-ը տալի կամ ինչ error-ի մասին է խոսքը։ Կարող է shift-ը չես կանչել ուղղակի ֆունկցիան որպես։ Ստորակետ ես դրե, հետո ես գրե rr-ը։ Մի հատ կնկարես, ինձ կոդդ ուղարկես։ Այս ֆունկցիաների մեջ console log օգտագործեցինք։ Հիմա կգրենք մի հատ օրինակ, որտեղ որ բանը վերադարձվող ռեկուրսիա է, ինքը կոչվում, ինքը վերադարձնում է, այսինքն return է անում արժեքը։ Կգրենք մի հատ զանգված ու կասենք, որ այդ զանգվածի էլեմենտների գումարը հետ վերադարձնի, հա։ Հետո խորը զանգվածների հետ կանենք, այսինքն խորացված մի քանի խորացումով զանգվածի հետ կանենք։ Ու կհամարենք, որ մեր համար դա այդ խորության աստիճանը անհայտ է, որովհետև ինչքան որ մենք խորացնենք, ստաբիլն է, չլինի որ մենք 4-ի համար այդ ամեն ինչը կազմակերպենք։ Մենք կազմակերպում ենք նենց, հա, զանգվածների այդ խորացումը, որ համարենք, որ մենք չգիտենք, այսինքն ինքը այտենց իդեալական աշխատի։ Ուրեմն function foo rr console log rr get shift ստորակետ rr if rr get length նորմալ։ Կարող է վերևում կոդ ունես գրած, որ նորից ֆունկցիայի անունը foo ես դրե կամ ընդհանրապես։ Մի հատ կոմենտի լրիվ կոդը ու նորից փորձի, հա։
Հա, բայց զանգվածու ֆունկցիային, որ կանչում ես, 1, 2, 3 ուղղակի թվեր ես փոխանցում, բայց դու զանգված ես սպասում, զանգվածի քառակուսիները ներքևում դիր քառակուսի փակագծերը։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Ֆունկցիայից դուրս, ֆունկցիայի կանչի մեջ, էլեմենտները դիր զանգվածի սկոպկեքի մեջ։ Նա, այդ մասը չէի տեսա։ Ուրեմն վերադարձվող ռեկուրսիայի հետ կապված երեխեք ջան։ Վերադարձվող ռեկուրսիա։ Ուրեմն գրում ենք function, հասցնում եք, չէ՞ գրում եք իմ հետ, տենց իդեալական գալիս եք։ Շատ լավ ընտիր։ Ուրեմն function get sum, հա, գումարն ենք ուզում հետ վերադարձնի ու իրան որպես պարամետր էլի զանգված ենք տալու։ Հիմա ասում ենք, մի հատ let sum ենք գրում, որը որ հավասար է rr get shift համ կկտրի սկզբից էլեմենտները կվերցնի ու կդնի այդ մեր հայտարարված փոփոխականին կգումարի, վերջնական արդյունքը կստանանք ու հետո ստեղ կասենք եթե մենք ուզում ենք ռեկուրսիայի պայման տանք, մենք պետքա այդ զանգվածից էլ էլեմենտները հանենք, որպեսզի այդ զանգվածի երկարության հետ կապենք, հա, պայմանը։ Ասում ենք, եթե նորից rr get length-ը, եթե հավասար չէ 0-ի, եթե հավասար չէ 0-ի, ուրեմն sum-ին գումարում ենք պլյուս հավասար է, նորից կանչում ենք get sum-ը ու իրան փոխանցում ենք նորից մեր rr-ը։ Հետո, այս պայմանից դուրս ենք գալիս ու քանի որ մենք console log-ով չենք ուզում անենք, այսինքն ինքը վերադարձվող ռեկուրսիա էր, գրում ենք return ու արդեն մեր sum փոփոխական։ Գալիս ենք դրսում, նորից կանչում ենք get sum-ը ու իրան փոխանցում ենք, ուրեմն մի հատ զանգված, 1, 2, 3, այս զանգվածի տարերն են։ Բայց այս ամենի, քանի որ ինքը վերադարձվող էր, ինչ պետք է անեի իրան, պետքա տպեի, չէ՞, get sum-նա ու 1, 2, 3։ Եկեք այս մնացածը comment ենք, որպեսզի չխառնենք կոնսոլները կամ տողերով ուղղակի չֆիքսվենք, գնացինք, հա, բերեց 6, 1, 2, 3, բնականաբար գումարը 6։ Այսինքն ռեկուրսիան կարա լինի console log-ով, ինչպես մենք սովորական անում ենք ֆունկցիաների դեպքում, իսկ եթե չի լինում սովորական ֆունկցիաների պես, եթե ինքը return-ը անում ինչ-որ արժեք, վերադարձնում է մեզ ինչ-որ արժեք, մենք ուղղակի նորից էլի console log-ով տպում ենք, ոչ մի փոփոխություն չկա։ Ուղղակի ստեղ խնդիրների կարճ գրվածքն է գալիս ռեկուրսիայի միջոցով, բայց իրան պարտադիր պետքա պայման, որպեսզի մենք խուսափենք անվերջ ռեկուրսիվ ցիկլերից։ Վերադարձումը արժեք։ Ուրեմն, խորը զանգվածները մենք ոնց գիտենք, հիմա այդ խորը զանգվածը մի հատ օրինակով կգրենք, հա, ռեկուրսիա։ Ուրեմն, function func, որը որ էլի սպասում է զանգված, ու ասում ենք, դսից եկեք մի անգամից այդ ֆունկցիայի կանչը կազմակերպենք, func, ու իրան պետքա փոխանցենք զանգված, ճիշտ է։
գրում ենք զանգված, գրում ենք 1 ստորակետ, երկրորդ տարը նորից զանգված է, նորից զանգված, 2, 7, 8, ինչ-որ հերիքա, հետո գրում ենք ստորակետ, նորից զանգված, գրում ենք 3 ստորակետ 4, հետո ստորակետ, այս զանգվածի մեջի արդեն հաջորդ տարը, եկեք սենց անենք, հա, 5 ստորակետ, այս մեջի զանգվածի տարներ մի հատ կանենք հաջորդը 6, այսինքն քանի խորացում եղավ, 1, 2, 3, հա, 3 խորացում ալինում, եթե այս ամենասկզբինը չհաշվենք, 1, 2, 3, եթե սկզբինն էլ հետը հաշվենք, արդեն 4 խորացումով զանգված ենք փոխանցում մեր ֆունկցիային ու պետքա, որպեսզի մենք այդ բանը բերենք, խորը զանգվածների հետ կապված հասկանանք, ոնց ենք բացելու ու ռեկուրսիայի միջոցով այդ ամեն ինչը կազմակերպելու։ Հիմա ասում եմ ես իրան, որ այս զանգվածը ինձ փոխանցել ես, ես քո տարերը պետքա գտնեմ, ինչ ենք անում, մի հատ ցիկլ ենք վռում իրա վրա, երեխեք ջան, միշտ, եթե նման խնդիրները հանդիպում, այսինքն խորը զանգվածներ, ներդրված իրա մեջ զանգվածներ, որ մեր զանգվածի տարերը զանգվածներ են, իրանց մեջ զանգվածներ են ու տենց անընդհատ խորացված գնում է այդ ամեն ինչը։ Ուրեմն, ասում ենք let lm of, ստեղ մենակ for of-եր ենք օգտագործում, հələ որ let lm of rr, ցիկլը ֆռացի, սկզբից վերցնում եմ 1-ը ու վերցնում եմ այս զանգվածը ու այս զանգվածը, կապույտներով, կապույտ փակագծերով զանգվածները, հա, վերցնում եմ 1-ը ու ստեղ ես պետքա պայման ստուգեմ, ասեմ եթե type of lm-ը, եթե հավասար է, զանգվածը իրա տիպով ինչ էր, եղեք զանգվածի տիպը ինչ էր, object, ճիշտ է, եթե ասում եմ type of lm-ը object է, ուրեմն, ինչ ես անում, առաջ հիշում եք ինչքան երկար կգրենք եսի, եթե object է, ուրեմն նորից for ֆռա, եթե նորից այդ ստացվածի մեջ էլի object կար նորից ֆռա, նոր հակառակ դեպքերը հերթով կիջնենք, բայց տեսեք ռեկուրսիայի միջոցով ինքը ինչ շատ կարճ ու գեղեցիկ տենց գրվում է։ Նորից կազմակերպում եմ իմ ֆունկցիայի կանչը, երեխեք, ու ընդամենը տալիս եմ իմ lm-ը, որպեսզի ինքը հելնի ու այդ ռեկուրսիայի միջոցով այլի կազմակերպի։ Ստեղ մի հատ էլ if-ի հակառակ պայման եմ գրում, else, որպեսզի ասում եմ հակառակ դեպքում, ուղղակի console log արա, օրինակ առաջի դեպքում 1-ը միանգամից console log կանի, 2-ի ու 3-ի համար, այս կապույտների համար նորից ֆունկցիայի կանչ կգրանցվի, նորից կհելնի կբացի, հաջորդ անգամ 2-ը 7-ը 8-ը կնկարի, կտպի, հետո արդեն 3-ը 4-ը կտպի, բայց այս 5-ն ու 6-ն էլ մի հատ կուղարկի վերև, հետո 5-ը կտպի, հետո էլ կուղարկի նորից վերև, այս 6-ը կտպի, այսինքն երբ որ արդեն վերջնական եկավ չմտավ այս if-ի մեջ, նոր կոնսոլներով ինքը արդեն դուրս կգա։ Ստեղ է console log ենք անելու մեր lm-ը, բնականաբար, չէ՞, պարզեր իր աշխատանքի բնույթը, երեխեք, այս ֆունկցիան, այս ֆունկցիայի կանչի միջոցով, այս զանգվածը գալիս է այս վերևում ադրվում, այս զանգվածի վրա for ֆռում, ասում է եթե type of lm-ը object-ը նորից ֆունկցիան կանչի, հակառակ դեպքում տպի, 1-ի համար սկզբից կվերցնի 1-ը, ասում է այս if-ի պայմանի մեջ չի մտնի, քանի որ իրա type-ը object չի, իրա type-ը number է, կգա console log-ի մեջ, կմտնի ու կտպի, հետո այս երկուսի համար if-ը կաշխատի, հա, այս երկու կապույտների համար, կապույտ սկոպկեքով զանգվածների համար, 2, 7, 8-ը, 1 էլ 3, 4, նորից զանգված 5, ստորակետ նորից զանգված 6-ը, այ այսքան մասը, այս երկուսը, կգան նորից կհելնեն վերև, նորից ստեղ կգա կկազմակերպի այս lm-ներով կանչը, հիմա,
կգաստե, արդեն որ for-ով բացեց, իր էլեմենտները առաջինը կլինի 2-ը, 7-ը, 8-ը, սրանք չեն մտնի այս պայմանի մեջ, կգաստե console log-ի տակ կտպի, 1, 2, 7, 8 կդառնա տպածները, այս հաջորդ զանգվածի համար 3-ն ու 4-ը չեն բավարարի այս պայմանին, կգան նորից կտպվեն, 5-ը 6-ը նորից կգնեն ֆունկցիայի մեջ, որպեսզի նորից ֆունկցիայի կանչ կազմակերպի, կհելնեն վերև, նորից իր համար ցիկլ կֆռա։ 5-ը այս անգամ կգա else կոնսոլի մեջ կտպվի, իսկ 6-ը նորից 6-ի համար ֆունկցիայի կանչ կկազմակերպվի, որովհետև իր type-ը նորից object է, հա, այս մի զանգվածի, այս զանգվածի իր միակ item-ով 6-ով։ Երբ որ արդեն 6-ի համար ֆռած արդեն for-ը բաները այդ զանգվածի scope cake-ը բացեց, իր մեջի տարը 6-ը կվերցնի ու արդեն if-ի պայմանի մեջ չմտնի, կմտնի else console log-ի մեջ, միանգամից կտպի ու վերջ։ Հիմա մեր բոլոր էլեմենտները ստեղ կտպվեն։ 1, 2, 7, 8, 3, 4, 5, 6 հերթականությամբ 3, 4, 5, 6 Պարզ էր, չէ՞։ Այս պարագայում երեխեք կապ չունի, թե ես ստե ուզում եմ բան անեմ, հա, ստեղ 6 գրեմ, 6-ի մեջ էլ ստորակետ դնեմ, նորից զանգված գրեմ, հա, նորից զանգված գրեմ 8, նորից ստորակետ զանգված գրեմ 9, ու սենց գնամ անընդհատ, ինքը կապ չունի խորացումը ինչքան է իր համար մեկ է, ինչքան պետք է ինքը այդ ամեն ինչը, տեսեք 6, 8, 9, այս ամեն ինչը Այս ամեն ինչը իդեալական ինքը կազմակերպում է։ Սա շատ ընտիր մի հատ գործիք է, այս պարագայում, որպեսզի հաշվի չի առնում, թե մեզ փոխանցվող զանգվածը ինչ աստիճանի խորություն կունենա, թե չէ։ Ինքը հստակ կատարում է իր վրա դրված առաջադրանքը։ Ուրեմն, այս ռեկուրսիայի մասով, ռեկուրսիան հույսով եմ պարզ է, եթե հարցեր ունենք ռեկուրսիայի հետ կապված, կարանք քննարկենք, նոր անցնենք առաջ արդեն զանգվածի մեթոդներին առանձնանանք, հա։ Ունենք հարցերը ռեկուրսիայի հետ կապված, ինչ-որ բան կա, որ ձեր մեջ բաց մնաց, որ չեք պատկերացրել ռեկուրսիան, ինչի համար է նախատեսված, ոնց է աշխատում, հարցեր չունենք։ Ուրեմն գնացինք զանգվածի մեթոդներին, առաջինը կանադառնանք map-ին։ Ուրեմն, մեր map-ը փոխում է էլեմենտները։ Երեխեք, մեզ տրված է զանգված, հիշում ենք զանգվածները, մեզ տրված է զանգված, մեր map մեթոդը զանգվածների համար նախատեսված է, սրանք կարճ գրելաձևեր են, որպեսզի զանգվածից դու կարողանաս ինչ-որ ֆիլտրացիա անես կամ իր էլեմենտները փոխես, հա, այդ դրա համար են նախատեսված, որպեսզի այդ ամենիցը չանես ցիկլի միջոցով կամ ռեկուրսիայի միջոցով, իրանց տակից աշխատացնում են այդ ամեն ինչը ու իրանք դարձել են մեթոդներ։ Մի օր մի խելացի մարդ նստել է, գրել է այս մեթոդները, մի մարդ կամ մի քանի հոգի, չգիտեմ, գրել են այս մեթոդները, որպեսզի մեր համար ավելի հեշտ լինի, որ մենք զանգվածի վրա միանգամից կանչենք այս մեթոդը ու իր աշխատանքը տանք ու ստանանք մեր համար ավելի նոր զանգված, թե նայած որ մի մեթոդը ինչա կազմակերպում, հա։ Ուրեմն map-ը կոչվում է փոխակերպում, այսինքն map-ը փոխում է էլեմենտները ու ինքը վերադարձնում է նոր զանգված, լրիվ նոր զանգված է վերադարձնում, երեխեք, map-ի առանձնահատկություններից մեկը, որ ինքը լրիվ նոր զանգված է վերադարձնում ու փոխում է էլեմենտները։ Բայց ինքը չի փոխում օրիգինալ զանգվածը, ինքը վերադարձվող զանգվածն է մեզ վերադարձնում փոփոխված արդեն։ Օրինակով ավելի իդեալական կլինի, հա, այստեղ եկեք գրենք map, ուրեմն, սա map-ի օրինակն է, map, այս մեր հարգարժան map-ը փոխում է էլեմենտները, եկեք գրենք իրան, փոխում է էլեմենտները, օրիգինալը չփոխելով, օրիգինալ զանգվածը չփոխելով,
Շատ լավ։ Ուրեմն, հիմա գրում ենք let nums-ը հավասար է, հա, թվերը ինչ-որ, ու գրում ենք 1, 2, 3, ավանդական։ Չէ, եկեք ես 1, 2, 8 գրենք ես անգամ։ Ուրեմն, ունենք այս զանգվածը, ուրեմն, let rezultat-ը, res-ը հավասար է, երեխեք գրում ենք զանգվածի անունը, nums, գրում ենք get map մեթոդը, map-ը, դնում ենք փակագիծ ու գրում ենք x, x-ը սովորական փոփոխական է, ուզենամ z կգրեմ, երեխեք, պարտադիր չէ, էլի, որ ասենք ուղղակի x ենք դնում, քանի որ անհայտ ինչ-որ պահ է այս պահի մեր մոտ։ Դնում ենք x, ասում ենք էսի էլեմենտներն է հերթով վերցնելու, հա, map-ը հերթով անցնում է էլեմենտների վրով, ասում ենք y վերադարձրու x, որը պետք է անի x, աստիճան բարձրացած 2-ի։ Հետո կգանք կոնսոլ լոգ կանենք մեր res-ը։ Ինչ է անում ինքը, երեխեք։ Զանգվածը վերցնում է, երբ որ գրում ենք get map կողքից, այս map-ը, որ արդեն գրեցինք, հաշվում ենք, որ այս զանգվածն աստեղ դրած, բնականաբար, ճիշտ է, ու get map ենք կանչում իր վրա։ Հիմա ասում է, վերադարձրու x-ը, որը որ կլինի x անգամ 2, այսինքն մեր զանգվածի էլեմենտները։ Ամեն անգամ x-ը մի էլեմենտն է, ինքը ցիկլով ֆռում է, նորից վերցնում է զանգվածի տարերը, ասում է, սկզբից վերցնում է 1-ը, ասում է 1 դու դառնում ես 1-ը 2 աստիճան բարձրացրած, ու նոր զանգվածի մեջ ես գնում ընկնես ու սպասես մինչև որ ես վերջնական վերջացնեմ իմ գործառույթը ու վերջնական նոր զանգվածի պատկերը ներկայացնեմ։ Հետո գալիս է 2-ը, ասում է 2 ջան արի ստեղ, ասում է դու կվերափոխվես, փոխակերպվես 2-ի 2 աստիճան բարձրացրած։ Ուզենամ ստեղ ուրիշ գործողություն, երեխեք, ուղղակի այս բaragայում արեցի ինձ, որ աստիճան բարձրացնի, հա, ինքը փոխակերպում է անում ու դարձնում է 2, 4, 64։ Կներեք 1, 4, 64, չգիտեմ խի ասեցի 2, 1, 4, 64, վերադարձնում է 1 հատ լրիվ նոր զանգված, բայց օրիգինալին ինքը ձեռ չի տալիս։ Էսի մապն էր։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում for each-ը, for each, կրկնություն է ինքը, կրկնություն, առանց վերադարձի։ Երեխեք ինֆորմացիան կարող է ինչ-որ միտեղ շատ է, բայց հələ հասկանում եք, չէ, ըմբռնում եք։ Պարզ է, չէ, մապի գաղափարը ինչ էր իրանից ներկայացնում։ Կրկնություն առանց վերադարձի։ Միայն անցում ու արժեք չի վերադարձնում։ Սենց է իր ձևակերպումը, հա, կրկնություն առանց վերադարձի։ Ուրեմն, ունենք, չգիտեմ, ինչ-որ մի հատ զանգված, 1, 2, 3 էլի է զանգվածը, իրա վրա կետ for each ենք կանչում, շատ-ը օգտագործվում երեխեք, շատ, ու ասում ենք, որ մենք իրան բնականաբար էլի անդրադառնալու ենք, իրա հետ գործառույթ անելու ենք, x, console log x։ Սա, երբ որ մենք ունենք ինչա բացել ստեղ։ Չէ, այստեղ։ Էլեմենտների տարերը վերադարձնում է։
Իրան երկրորդ պարամետր ինդեքսն ենք փոխանցում, եթե պետք լինի արդեն որ խորանանք, արդեն ինդեքսի մասով էլ կխոսանք, իրան որպես երկրորդ պարամետր էլ ինդեքսն ես փոխանցում, եթե դու ուզում ես համ տարերը, համ ինդեքսները միասին ինչ-որ գործառույթներ անեն, արդեն for-ի ենք մենք կազմակերպում, եթե համ ուզում ենք տարը վերցնենք, համ իր ինդեքսները զուգահեռ վերցնենք, ու եթե մեր խնդրի պայմանի մեջ տված է, որ համ տարերի հետ գործանենք, համ ինդեքսների հետ գործանենք, այդ ամեն ինչը կազմակերպում ենք միայն եւ միայն for-իչով։ Ուրեմն, ֆիլտրը, հաջորդը ֆիլտրը եկեք ուսումնասիրենք, ֆիլտրն է, որը որ իրանից ներկայացնում է ֆիլտրում, հենց ֆիլտրում, այսինքն ընտրություն։ Ընտրություն։ Հիմա գրում ենք let ռեզուլտատը հավասար է, զանգված ունենք 1, 2, 3, 4, 5, զանգված ունենք, որի վրա կանչում ենք get filter, նորից դրվում է փակագիծ, գրվում է արժեք x-ը, որը որ ասում է ֆիլտրի m բոլոր էլեմենտները, այսինքն n x-երը, որ x տոկոս 2-ը առանց մնացորդի բաժանվում են 2-ի վրա, հավասար է 0-ի։ Վերադարձնում է նորից զանգված, հին զանգվածից արդեն ֆիլտրված վերցրած, վերադարձնում է new rate, նոր զանգվածը նորից վերադարձնում է էֆեկտ ջան, որտեղ ինքը արդեն օրիգինալից զտում հանում է, հա, օրիգինալի մեջից ֆիլտրում, այսինքն եթե մենք ունենանք զանգված, մեր մոտ պահանջ դրված լինի, որ այդ զանգվածի մեջից հանենք այն թվերը, որը բաժանվում է, չգիտեմ, 3-ի առանց մնացորդի կամ 2-ի, որ թվերից որ արմատ է դուրս գալիս ու տենց լիքը առաջադրանքներ, մենք այդ ամեն ինչը կատարում ենք ֆիլտրի միջոցով, որը որ հիմնական զանգվածից ֆիլտրում առանձնացնում է, նորի զանգվածի տեսքով մեզ վերադարձնում է մեր ուզած արժեքները։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում մեր էվրին։ Այս մեր էվրին, սա կոչվում է, սա աշխատում է այն դեպքում, երբ որ բոլորը բավարարում են, վերադարձնում է բուլյան արժեք, true կամ false, այսինքն, եթե մենք ունենք զանգված, իրա վրա կանչում ենք every, եկեք գրենք, եթե վերադարձնում է, եթե բավարարում է են նշված պայմանին բոլոր էլեմենտները։ Ուրեմն գրում ենք զանգված 2, 4, 6, իրա վրա կանչում ենք get every ու ասում ենք, որ քո x-ը կվերադարձնի x տոկոս նորից 2-ը, եթե հավասար է 0։ Տեսել եկեք մի հատ փոխականի վերագրենք, res 2-ը հավասար է սրան, հետո կգան, console log կանենք, մեր res 2-ը,
Հիմա եթե բոլոր պայմաններին բավարարում է, այդ դեպքում կվերադարձնի true։ Եթե լինի այնպիսի էլեմենտ, որը որ չբավարարվի նշված պայմանին, էվրի մեջում գրած պայմանին, այդ դեպքում ինքը կվերադարձնի false, այսինքն բոլորն են պարտավոր ենթարկվեն այդ պայմանին։ Եթե կա պայմանից շեղում, ուրեմն ինքը կվերադարձնի արդեն false արժեք։ Այսինքն մեր էվրին վերադարձնում է ոչ թե զանգված, ինքը վերադարձնում է բուլյան արժեք։ Sum-ը, երեխեք ջան, sum-ը նույնպես վերադարձնում է բուլյան արժեք, sum, ինքը ասում է, եթե էվրին ասում էր բոլորը, էվրի եթե բավարարում նշված պայմանին բոլոր էլեմենտները, sum, եթե բավարարում է գոնե մեկ էլեմենտ նշված պայմանին, եթե գոնե մեկ էլեմենտ բավարարում է նշված պայմանին, ինքը նորից վերադարձնում է բուլյան արժեք, true կամ false։ Ու գնացինք, let's 3-ը հավասար է, ու ասում ենք, զանգվածը կդնենք, 1, 3, 6, 1 ու 3-ը չեն բավարարի մեր պայմանին, sum, տալիս ենք, նորից ասում ենք x, որը որ վերադարձնում է x տոկոս 2-ը, եթե հավասար է 0-ի։ Եթե նշված զանգվածի գոնե մեկ տար բավարարում է այն պայմանին, որ թիվը բաժանվելով 2-ի մնացորդը հավասար է 0-ի, դա sum-ի համար համարվում է դրական արդյունք ու ինքը վերադարձնում է true։ Եկեք կոնսոլ լոգ անենք, res 3-ը ու համոզվենք, 81-րդ տողում ենք գրված, 81 տողում ինքը տալիս է true, գոնե մեկը, եթե բավարարում է։ Եթե այդ մեկը չի բավարարում, 1-ը 3-ը 7-ը։ Այս պարագայում նոր ինքը կտա false։ Էիքա, որ մեկ էլեմենտ իր պայմանին բավարարի, իմ համար դա դրական արդյունք է։ Ուրեմն, radius-ը ինչա ասում։ Radius։ Սա նշանակում է կուտակում կամ accumulation, անգլերենը կուտակում է նշանակում radius-ը։ Ուրեմն ինքը processor-ի հետ է կատարվում, բայց ուրեմն մեկ արժեք գումարում է, կուտակիչ է համարվում ինքը, երեխեք։ Հիմա ինքը համարվում է կուտակիչ, այսինքն անընդհատ այդ մի հատ արժեք է պահում, այդ արժեքի վրա սկսում է այդ արժեքները անընդհատ գումարել, հա։ Նշված արժեքի վրա կատարում է կուտակում։ Ուրեմն ոնց է իր օրինակը, հա, գրում ենք let, չգիտեմ, sum-ը գումարը հավասար է, ուրեմն ունենք զանգված 1, 2 ու 3։ Հիմա այս զանգվածի վրա կանչում ենք get radius ենք կանչում, ինքը ընդունում է 2 պարամետր։ Առաջինը սկզբնական արժեքն է, առաջինը սկզբնական արժեքն է, կգրենք ACC, ստորակետ, տեղի մի հատ էլ L է։ Ու ստեղ կասենք, որ ամեն անգամ ACC-ի գումարում է LM-ը ու ստորակետ գրում ենք 0։ 0-ն դա մեր սկզբնական արժեքն է, այսինքն ACC-ն սկզբում վերցնում է 0։ Երեխեք, էլեմենտը այս տարերի վրով է անցնում։ Ամեն անգամ ստե գալիս է 0 + 1։
արդեն այս ԱՑՑ-ն դառնում է 1։ Հաջորդ անգամ սա ուղղակի գրում եք սկզբնական արժեքը։ Սկզբնական արժեքը ինչ որ տանք, իրանից սկսած կկատարի այդ գումարումը, հա։ Հիմա կփորձենք սա այդ ամեն ինչը, console log կանենք մեր sum-ը։ Հիմա գնանք, հասկանանք։ Ուրեմն 6 ենք ստացել։ Ինչի 6 էր բնականաբար։ Եթե ես սկզբնական արժեքը տամ 5, երեխեք, սկսելու է 5-ին գումարելով գնա, այսինքն այս պարագայում մենք կստանանք 11։ Այսինքն let sum ACC-ն մեր սկզբնական արժեքն է, որը ստորակետից հետո կտանք ու ամեն անգամ գալիս է այդ սկզբնական արժեքին գումարում է էլեմենտ, արդեն սկզբնական արժեքը դառնում է դա, ուղղակի մենք ստե նշում ենք անում, որ մեր սկզբնական արժեքը սկսվում է 5-ից կամ 0-ից կամ 1-ից կամ որտեղ ինչից որ մեզ նպատակահարմար է, հա? Մի հատ էլ կարանք, չգիտեմ, քանի որ գումարում էր դրա համար էր ինքը 0։ Եկեք մի հատ էլ արագ բանի, բազմապատման համար անենք, հա? Let prod-ը հավասար է զանգված 2, 3, 4 ու իրա վրա կանչում ենք radius-ը, իրան ասում ենք դու բնականաբար իրա ներսում ասում ենք, որ դու 2 էլեմենտ կվերցնես, ACC, մի հատ հաջորդն էլ երեխեք, կդնենք էլեմենտ կամ E, ավելի կարճ, հա? Ու ստե մի անգամից ասում ենք, որ ACC անգամ E ստորակետ ու ասում ենք, որ մեր սկզբնական արժեքը պետք է լինի 1, քանի որ բազմապատկումը իր արժեքը պետք է լինի 1։ Հետո կգանք, console log կանենք մեր prod-ը։ 24։ 2 անգամ 3, 6, 6 անգամ 4, 24։ Ճիշտ է։ Պարզեր երեխեք ջան այս մեթոդները։ Ուրեմն այսօր անցել ենք ռեկուրսիվ ֆունկցիաներ, այսինքն ինքնականչվող ֆունկցիաներ, հասկացանք ռեկուրսիայի դերը, նշանակությունը ռեկուրսիվ ֆունկցիաների, իրա կարճ կրելաձևն է ու իրա կանչերի միջոցով է կազմակերպում այդ ամեն ինչը։ Array մեթոդներից map-ը փոխում է էլեմենտները օրիգինալ զանգվածը չփոխելով, այսինքն էլեմենտները դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, էլեմենտների հետ կատարում է նշված աշխատանքը, կամ մեր բոլոր էլեմենտները աստիճան է բարձրացնում կամ բաժանում է, բազմապատկում է, մաթեմատիկական լուպոյ գործողություն իր հետ անում է ու նշված մեր ուզած ձևով հետ է վերադարձնում մեզ մի նոր զանգված։ Փորիչը կրկնությունը առանց վերադարձի, այսինքն ինքը ցիկլ է, անընդհատ կրկնվում է, զանգվածի բոլոր տարրերը հանում է, ցուցադրում է, եւ եթե դու նոր ուզում ես իրանց հետ ինչ-որ փոփոխություն անես, դա կատարում է։ Փորիչի առավելություններից մեկը նա է, որ ինքը համ վերցնում է էլեմենտը, համ երկրորդ տարով ինքը կարա վերցնի ինդեքս ու ինդեքսացիայի հետ աշխատանքներ միաժամանակ կատարի։ Ֆիլտրը դա ֆիլտրում է բնականաբար մեր զանգվածից ֆիլտրում հանում է այն նախապայմանով, ինչը որ մենք ենք տալիս, ասում ենք ըստ այս պայմանի մեր զանգվածից ֆիլտրու վերադարձրու են արժեքները, որոնք բավարարում են հետևյալ պայմանին։ Every մեզ վերադարձնում է բուլյան արժեք եւ այն դեպքում է բուլյան արժեքը լինում դրական, այսինքն true արժեք է վերադարձնում այն ժամանակ, երբ որ մեր նշված պայմանին բավարարում են մեր զանգվածի բոլոր էլեմենտները։ Sum-ը մեզ վերադարձնում է նորից բուլյան արժեք, բայց ի տարբերություն every-ի իր համար հատկանշական է, որ գոնե մեր զանգվածի էլեմենտներից մեկը բավարարի նշված պայմանին, իսկ radius-ը կատարում է կուտակում, այսինքն եթե ունենք մեծ զանգվածներ ու մենք ուզում ենք կարճ տարբերակով կազմակերպենք այդ զանգվածների գումարումը, բազմապատկումը կամ ինչ-որ մի ուրիշ գործողություններ, մենք դա անում ենք radius-ի միջոցով, տալիս ենք իրան սկզբնական արժեք ու կատարում ենք համապատասխանաբար մաթեմատիկական գործողությունները, գումարում, բազմապատկում կամ
չգիտեմ, բաժանում, հանում, ոնց որ մեր խնդրի պահանջը դրված լինի։ Պարզել ես ամեն ինչ, երեխեք ջան։ Հիմա գրում ենք recursive ֆունկցիա, որը կտպի հինգից մինչև մեկ թվերը։ Պարզ է, չէ՞ պահանջ, երեխեք։ 5 րոպե ժամանակցես։ Պրինցիպի շատ էլ է, բայց ոչինչ։
Նա երեխեք ջան ստացվում, հա։ Միաժամանակ։ Հա, վերևից է դրած պայմանը, օքեյ, լավ, Մանե ջան, քո մոտ այդ ռեկուրսիան իդեալական աշխատում է ռեկուրսիվ գրվածքը։ Երեխեք գրվածքի հետ համաձայն եմ, օքեյ, ինքը գաղափարապես նույնը տանում է, բայց եկեք միշտ պայմանի մեջ գրեք, հա, ռեկուրսիան։ Բանը, պայմանի մեջ կազմակերպեք ֆունկցիայի կանչը։ Տենց ավելի ճիշտ է։ Հա, եկեք ես իմ ասած խնդիրը, Էրջան, դու էլ, ուրեմն, թող տպի, հետո պայմանից կախված նորից ֆունկցիայի կանչը կազմակերպի, լավ։ Թող այդ պայմանի մեջ, պայմանից կախված, պայմանի մեջ ֆունկցիայի կանչը կազմակերպի։ Երեխեք, վրեժը ուր է։ Մի հատ այդ խնդիրը այդ տարբերակով լուծեք։ Արյամ ջան, դու էլ անպայման բան ըլը, հա, իրա մեջ կկանչես, պայմանից կախված։ Պայմանից կախված ֆունկցիայի կանչը իրա ներսում կկազմակերպես։ Հա, ես ես մեկը պիսատ թողեցի, չէ։ Մապը լավ էր, տեսել եմ ման ջան քո մոտ, մապը։ Դա է։ Всё,
Շատ լավ։ Հիմա ֆիլտրը, մեկը ռեդյուսը կմնա։ Այս ռեդյուսը օգտագործելով, ուրեմն այս զանգվածի վրա գտեք զանգվածի ամենամեծ էլեմենտ։ Այս էլ սենց։ Մի հատ բան եմ, կլասը։ Սա նայել եմ մի մերկին կնայել։ Սրանից բացի մի հատ էլ կուրսիայի խնդիրները թվերն են իրան միշտ Всё. Задание եղավ Հեշտ է, չէ, այս map-ը ֆիլտրը, ուղղակի պատկերացնել է պետք, թե ինքը ոնց է աշխատում ու ինչ է վերադարձնում։ Մնաց radius-ը։ Մեթոդները շատ հավես են, երեխեք, մեթոդները օգտագործվում են ավելի հեշտացնելու համար, հա, մեր այդ աշխատանքը։ Ճիշտ է, Վրեժ ջան, անցի առաջ։ Ճիշտ է, գնացինք։ Քեզ մնաց ֆիլտրը, radius-ը, մանային radius-ը, Վրեժին ու Մարիամին էլ մնացած է։ Ասա իր ջան, ասա։ Այն թվերը։ Աչն չէ, այն թվերը։
Խնդրում եմ ներողամիտ գտնվել քերականության։ Այն թվերը, որոնք մեծ են 6-ից։ Չէ, ռեդյուսով, չէ։ Իսկ բանը ինֆինիտին անցել ենք մենք երեխեք։ Տերնարոպրատորը գրում ենք պայմանը, հետո հարցական, չէ, հետո վերջակետ ու հակառակ պայմանը։ Մնաց ռեդյուսը։ Ուրիշ AB ռեդյուս ասում ենք եթե կամ B Բերեց 9 սենց Անե ջան կոմոդ վերելա ինչպես մեծալեից անա հակառակ դեպքում է B console.log max հա հա всё okay ապրես էսի շատ կոնսպեկտած տարբերակ էր շատ լավ Հա իհարկե Հա if-ով կարանք գրենք Հա Կարանք ստեղ գրենք սենց Լեդ առռան եթե հավասար է չէ այս զանգվածներ մեր 3 7 եկեք իրար հետ այս վերջինը գրենք երեխեք Էրիկ ջան դու էլ միացի 9 հասկանանք ոնց ենք մտածում սա ստեղ գրենք չէ Հիմա իրան պետքա մի հատ փոփոխական չէ անենք օրինակ կգրենք led max
որը որ հավասար է մեր զանգվածի վրա, չէ, այսինքն RR get radius, radius, հետո ուրեմն կտանք ստեղ ACC, AKK, մյուսը L-ը, հա, կամ E կարանք գրենք, կարճ ավելի, հիմա սենց կանենք, ու ստեղ արդեն հակագծեր կդնեմ, քանի որ ինքը միատողանի չի, մի տողով գրվող չի, ես հանգիստ ես վերևի օրինակներում սենց մի տողով ենք արել, բայց ես էլ կարանք դնենք սիրուն ձևավոր հակագծերի մեջ, քանի որ մի տողով ա եղել, դրա համար չենք օգտագործել։ Հիմա աստեղ ըստ պայմանի ոնց կտամ, ինչ գրեմ, եթե ինչ։ Հիշում եք, որ սա սկզբնական արժեք է, հա։ Տենց գրենք, օքեյ, հլը եկեք տենց գրենք, եթե ACC-ն մեծ է L-ից, նենց գրենք, թե սենց հիմա, L-M գրեմ, եթե L-M-ը մեծ է ACC-ից, չէ, ավելի նպատակահարմար է, հիմա ստեղ ինչ կլինի, ուրեմն ինչ պետք է անենք, պետք է ինչ անի ինքը, վերադարձնի L-M-ը, չէ, որպես մաքս արժեք, քանի որ ինքը անցնում է բոլոր էլեմենտների վրա, մենք հանգիստ կարանք ասենք, որ այս ամեն ինչը ինքը կանի, չէ, եթե չէ, ուղղակի, եթե ի սկզբանե առաջի էլեմենտն ա եղել մաքսիմումը, ուղղակի ստեղ էլ return կանի, հա, ACC-ն, չէ, այսինքն, հետո էլ կտանք, console log, մեր մաքս, կբերի 9, երևելի, հա, բերեց, դա, համեմատությունը դնում ենք, ասում ենք, եթե LM-ը մեծ է սկզբնական արժեքից, ուրեմն LM-ն է, մեր ամենամեծը, եթե տենց էլ դուրս չեկավ մի հատ LM, հա, այս որ հերթով անցնում է, եթե տենց էլ դուրս չեկավ մի հատ LM, այդ դեպքում ուրեմն ամենամեծը մեր առաջի արժեքն է, սկզբնական արժեքն է մերը, որտեղից որ ինքը վերցրել է, որովհետև այս դեպքում ACC-ն երեխեք, այս խնդրի պարագայում ինքը վերցնում է RR-ը 0/3-ը, միշտ սկզբնական արժեքն է վերցնում, եթե չեղավ, ուրեմն ինքը իտերացիան իր մոտ արդեն սկսվում է ոչ թե RR-ը 0-ից, RR-ը 1-ից է սկսվում, այդ ցիկլի իտերացիան սկսվում է RR-ը 1-ից, պարզեր, Всё, երեխեք ջան, ձեր տնային առաջադրանքները ուղարկել եմ, 10-ի թեման այսքանն էր, սրանից ավել ծանրաբեռնել հաստատ չի կարելի, կհանդիպենք չորեքշաբթի օրը։ Ստեսություն։